Բարեկամներ, համաձայնեցեք ինձ հետ, որ շատ հետաքրքիր ճամփորդություն է, մեր ճամփորդությունը ժամանակների միջով։ Եվ այդ ճամփորդությունը ցույց է տալիս, որ բոլոր օրերը, երևակայեք, շաբաթվա բոլոր օրերը նշանավոր են։ Մենք ենք, որ չենք նկատում, ուշադրություն չենք դարձնում եւ չենք պատճառում կյանքը որքան գեղեցիկ է, իբրև մշակութային ճամփորդություն ժամանակների միջով։ Մեր մայրաքաղաքի Երևանի Նորագյուղ թաղամասում Պասկևիչի բլուր անունով մի հայտնի վայր կա։ Այսօր էլ այդ բլրին ծաղիկներ են դնում գեներալ ֆելդմարշալի հուշարձանին։ Մայիսի 19-ը ականավոր զորահրամանատար Իվան Պասկևիչի Կոմս Էրիվանսկու ծննդյան օրն է։ Ռուս զորավարը ծնվել է 1782 թվականին։ Հենց այստեղ էին գտնում ռուսական մարտկոցները, հրամանատարական դիտակետը հենց այստեղ էր շտաբը եւ գեներալի արշավային վրանը։ 1827 թվականի աշնանը Երևանի բերդի պաշարման ժամանակ։ Այստեղից տեսարան է բացում դեպի գետի դիմացի ափը, որտեղ ժայռի երկայնքով ներկայիս կոնյակի գործարանի սև պատերի տեղում երկու դար առաջ ձգվում էին Երևանի բերդի ամրություններն ու Պարսիկ խանի պալատը։ Գործարանի գետնահարկում մինչև օրս պահպանվել է պատի նշանավոր այդ հատվածը։ Մինչ այն պահը, երբ ռուսական զորքերը հայկական աշխարհազորի հետ միասին գրավեցին միջնաբերդը, այն անառիկ էր համարվում։ Դա գալիս էր 19-րդ դարի սկզբին Ցիցյանովի եւ Գուդովիչի կողմից այն գրավելու անհաջող փորձերից։ Պասկևիչը 20 տարի անց հաշվի առնելով իր նախորդների փորձը, մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում գրավեց Երևանի բերդը, ջերի վերցնելով խանին եւ վերացնելով բերդի անառիկության առասպելը։ Հաջող հարձակման համար հետևակի գեներալ Իվան Ֆյոդորովիչ Պասկևիչին 1828 թվականի մարտին տրվեց Կոմսի տիտղոս Էրևանսկի անունով, ինչպես նաև հատկացվեց 1 միլիոն ռուբլի փոխհատուցման գումարից։ Սա ռուսական կայսրության պատմության մեջ ամենամեծ միանվագ դրամական պարգևն էր։ Այն մասին, թե ինչպես են այդ միջոցները ծախսվել հայ բնակչության կարիքների համար, պատմեց Երևանի ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։ 1829 թվականին սկսվեց հերթական ռուս-թուրքական պատերազմը եւ Պասկևիչ Էրևանսկին արդեն գրավեց Կարսը, Աղալքալակը, Ախալցխան, Արդահանը, Բայազետը, Էրզրումը, բայց Ադրիանապոլսի խաղաղության պայմանագրով ռուսական զորքերը ստիպված էին թողնել այդ տարածքների զգալի մասը։ Այն ժամանակ Պասկևիչ Էրևանսկին դիմեց կայսրին, թույլտվություն խնդրելով իրեն հատկացված միջոցները օգտագործել ռուսական զորքերին աջակցություն ցուցաբերած հայ բնակչությանը ռուսական սահմանները տեղափոխելու համար, որպեսզի նրանք խուսափեն թուրքական հալածանքներից։ Պասկևիչի միջնորդության արդյունքում 100,000 մարդ փրկվեց։ Կոմս Պասկևիչ Էրևանսկին միապետին ուղված իր ուղերձում հիացմունքով պատմել է իր զորքում կռված 2000 հայ աշխարհազորյանների քաջության մասին։ Օսմանյան կայսրությունից տեղափոխված յուրաքանչյուր ընտանիքի Երևանի ամրոցի գրավման համար Պասկևիչի ստացած դրամական պարգևից 25 ռուբլի է հատկացվել։ Սիրելի բարեկամներ, ահա մի էջ հայ-ռուսական հարաբերություններից, մեր ժողովրդի հերոսական պատմությունից, թե ինչպես քայլ առ քայլ մեր հողի վրա վերականգնվում էր այն հին արքայական մեծությունը, մինչև հասավ անկախ պետականության վերականգնման։